Գյումրու ավագանու արտահերթ նիստում ներկայացվեց 3 սուբվենցիոն ծրագիր 2026-ի համար ընդհանուր շուրջ 4,6 միլիարդ դրամ արժեքով, որոնցից 2,8 միլիարդը համայնքի ներդրում է լինելու, մնացածը կառավարության։ Ծրագրերը ներառում են 21 երկրորդական փողոցների նորոգում, սոցիալական բնակարանների կառուցում 2 փուլով մոտ 100 ընտանիքի համար, պատմամշակութային շենքի վերականգնում, շիրակացու 161 հասցեում, որը կվերածվի բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոնի։ Վերջին հարցի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում։ Ես արտերկրից եմ փոխել, բայց նախկինում այնպիսի շենքեր փոխվել են եւ ըստ դատախազության ներկայացրած փաստերի զարգացի եւ ամենական ճանապարհով միգրացվել են եւ նախկին երկու քաղաքապետերի օրոք են այդ գործընթացները տեղի ունեցել եւ խնդրում եմ հարատեք կասկածները հաջորդի օրինակ այդ չի կարող վերակառուցվելուց հետո այս կամ այն ճանապարհով անցնել Ում կողմից, որ վերակառուցվել են, վերանորոգվել են, փրկվել են միանշանակ այդ մշակութային շենքերը, սա նույնպես մենք կազմում ենք, որ հիմնանորոգվի, ամրացվի եւ փրկենք եւ կարծում եմ Տիկին Հարությունյան, դուք ձեզ թերակնահատում եք, որ մենք կարողանանք այստեղ ինչ-որ զերծարարություններ անենք, դուք էլ ձեզ դուրս եկեք այդպիսի բան մենք անենք։ Նախագիծը ընդունվեց 18 կողմ 11 ձեռնպա ձայների հարաբերակցությամբ։ Նիստի ամենակննարկվող հարցերից մեկն էլ ամանորի միջոցառումներին վերաբերող հատվածն էր, որոնց համար նախատեսվել է 9 միլիոն դրամ։ 4 միլիոնը ամանորյա պարկերի, իսկ մնացած 5-ը հրապարակի լուսավորության, տեխնիկայի, տոնավաճառի եւ այլ միջոցառումների։ Եթե 5 միլիոնի փոխարեն մենք հատկացնում ենք 55 միլիոն դրամ, կարգը բովանդակություն պետք է ինչի ենք 55 միլիոն դրամ հատկացնել, որովհետեւ օրինակ 55 միլիոն դրամով ծմերպատը Ջորջ Գրունի կարող է։ Օրինակ, իսկ 5 միլիոն դրամի պարագայում ծմերպատ կարող է ընդհանրապես չլինել, մենք ժամը 12-ին 1 րոպե դարձան հարգելու ենք իր իշտը։ Այս պահին ունենք այն փաստերը եւ թվերը, որոնք տրված են մեզ, ձեր թույլտվությամբ իրականացնենք այն, ինչ ունենք եւ շարունակենք երազել հաջորդ տարիների համար։ Մեր քաղաքախմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն էլ հիշեցրեց, որ հին տոնածառը համարել են ջարդոն, հիմա որոշել են գումար հատկացնել ու վերանորոգել։ Մենք գիտենք, որ կենտրոնական իշխանությունը անցած տարի Գյումրիին տոնածառ տվեց, ինչով է պայմանավորված, որ այդ տոնածառը չի տեղադրվում այսօր հրապարակում, արդյոք դա պայմանավորված է քինախնդրությամբ։ Ոչ մի քինախնդրություն չկա, միանշանակ պարզապես ավելի շքեղ, ավելի լավը լինելու խնդիր կար, եւ միանշանակ ջարդոն չէ, շատ լավը կլինի, ամրացվել է, տեղադրվի, կզարտարենք բոլորս միասին եւ ուրախ տրամադրությամբ կմտնենք 2026 թվականին։ Կառավարության նվեր տոնածառը կտեղադրվի Մուշ թաղամասում, ասացին քաղաքապետարանից։ Դուք կառավարության տոնածառին, դուք եւ նաեւ մեր որոշ գործընկերներ այսպես անուն կպցրեցին, որ տեսակ տեսնեք ինչ տոնածառ ենք տեղադրելու եւ պայթեցնելու ենք համացանցը։ Հիմա մենք գաղափար չունենք այդ տոնածառի մասին, թե ինչպիսին պիտի լինի եւ ես այնուամենայնիվ մտածում եմ, որ սա ոչ ավել ոչ պակաս, քան քինախնդրություն է եւ կներեք, բայց ոչ այնքան արժանի քայլ, որովհետև կառավարությունը այդքան գումար էր հատկացրել այդ տոնածառին, ինչը վատել չէր ընդունվել մեր բնակիչների կողմից, գեղեցիկ լավ տոնածառ էր, կարելի էր դնել եւ այս 24 միլիոն դրամը խնայել։ Թեժ քննարկումից հետո հարցը դրվեց քվեարկության եւ անցավ։ Կվերանորոգեն ու Գյումրու կենտրոնական հրապարակում կտեղադրեն նախկին տոնածառը։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։